Բարի երեկո, հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին։ Վրաստանի ներքին գործերի նախարարը կարևորել է երկու երկրների միջև դարավոր բարեկամությունն ու կուռ համագործակցությունը ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման։ Մանրամասները ներկայացվել Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարների քննարկումների վերաբերյալ։ Տեղեկացվել է, որ քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու ընդհանուր մարտահրավերներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել միգրացիայի ոլորտում փոխգործակցությանը, հանցավորության և ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում համատեղ քայլերին ու նոր ստորագրվելիք փաստաթղթերի նախագծերին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների, զինված ուժերի գործունեության մի շարք ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներից հետո Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։ Ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կենտրոնական հավաքակայան։ Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթելով նրանց բարի և անվտանգ ծառայություն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են զորակոչին նախորդած լայնածավալ աշխատանքները, զինակոչիկների բժշկական հետազոտության կազմակերպման ընթացքը, ինչպես նաև իրականացված մի շարք այլ միջոցառումներ։ Նախարար Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրաված ծառայությունների ղեկավարներին գործընթացը պատշաճ անցկացնելու համար։ Պաշտոնական Երևանը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված Ստամբուլի հռչակագրում և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ 57 անդամ ունեցող կազմակերպության հայտարարության մեջ ձևակերպված են Հայաստանից ադրբեջանական մի շարք պահանջներ։ Ներկայացնենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված Ստամբուլի հռչակագրում և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։ Իսլամական համագործակցության կազմակերպության պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ Արևմտյան Ադրբեջան խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված կազմակերպության հիմնադրամի փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններ են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբատլուն, Զանգելանն ու Նախիջևանը։ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան։ Ինչ վերաբերում է խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք, նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում, Բաքվում, Սումգայիթում եւ այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ եւ բռնի տեղահանում։ Իսկ նույնօրինակ վերջին դրսևորումները մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023 թվականի աշնանը, երբ ավելի քան 115,000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը, ենթարկվելով էթնիկ զտման։ Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից նմանօրինակ վարքագծի անուղղակի խրախուսումը տրամաբանական խզում է առաջացնում վերջին 2 տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի նկատմամբ Իսլամական համագործակցության կազմակերպության դիրքորոշման հետ։ Զարմանք է առաջացնում նաև Խոջալույի դեպքերի թյուր մեկնաբանությունը։ Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական պատմությանը քաջ հայտնի է և ուղղակիորեն ժխտում է Հայաստանի Հանրապետությանն ուղղված ցանկացած մեղադրանք։ Ափսոսանք է առաջացնում այն, որ ընդունված հռչակագիրը շեղվելով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամների կողմից սույն թվականի մարտին և հաջորդիվ արված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ հայտարարություններից պարունակում է համաձայնագրի ստորագրման ճանապարհին առկա նախապայմանների վերաբերյալ միակողմանի արձանագրումներ։ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանը հայտարարել է համաձայնագիրն առանց որևէ հետաձգման ստորագրելու պարտականության մասին։
առաջարկելով խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի եւ ժամկետի շուրջ, ինչպես նաեւ առաջարկել է կառուցողական լուծումներ գտնել Ադրբեջանի կողմից բարձրացվող մի շարք հարցերի կապակցությամբ։ Տարածաշրջանում խաղաղության հաստատման հետաքրքրված գործընկերների կողմից առավել տրամաբանական կլիներ հորդորել Ադրբեջանին առանց անհարկի հետաձգման ստորագրել համաձայնագիրը, զերծ մնալով այդ ճանապարհին արհեստական խնդիրներ հարուցելուց։ Խոր ափսոսանք է առաջացնում նաև մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ ընդունված բանաձևը, անտեսելով Ադրբեջանի հսկողության ներքո հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու դրա նկատմամբ համակարգված վանդալիզմը։ Բանաձևը հարցին փորձում է հաղորդել կրոնական երանգավորում, սնելով թյուր եւ վտանգավոր թեզեր։ Հայաստանի հարգանքը եւ հոգատար վերաբերմունքը իսլամական մշակութային ժառանգության նկատմամբ հայտնի է եւ հեշտությամբ ապացուցելի։ Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում վերոնշյալ հռչակագրին եւ բանաձևերին միացած իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին վերանայել եւ վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից։ Հարավային Կովկասում առկա է խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որևէ միջազգային կազմակերպության նման գործելավոճը չի նպաստում այդ հնարավորության արդյունավետ իրացմանը։ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, իրացման ռազմավարությանը եւ միջազգային գործընկերներին, այդ թվում իսլամական համագործակցության կազմակերպությունից ակնկալվում է աջակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տևական եւ կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ։ Վարչապետը կարևորել է նման հանդիպումները եւ նշել, որ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Միացյալ Նահանգների հետ տնտեսական հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն մեզ համար եւ պալատը կարող է կարևոր դերակատարություն ունենալ այս հարցում։ Հանդիպմանը քննարկվել է տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք վերաբերել են ներդրումների խթանմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային կարգավորումներին եւ իրականացվող բարեփոխումներին։ Կողմերը կարևորել են շարունակական երկխոսությունը եւ վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու սերտորեն համագործակցել Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը եւ միջազգային մրցունակությունը խթանելու ուղղությամբ։ Կրթվել է նորաձև շարժման հերթական կանգառը, եղել է Մարալիկում, մանրամասները ռեպորտաժում։ Կրթվել է նորաձև կրթական շարժման 22-րդ կանգառը Մարալիկն էր։ Շարժման մեկնարկից ի վեր բանախոսություններին արդեն մասնակցել է 8859 մարդ, իսկ ինչպես մասնակցել կրթվել է նորաձև շարժմանը։ Այս ձևաթուղթը մեզ համար ձեր կողմից լրացնելը շատ կարևոր է, որովհետև սրանով դուք նախ հայտարարեք, որ միանում եք շարժմանը, եւ հետո մենք ունենանք ձեր հետադարձ կապը մեր մնացած միջոցառումներին կամ մնացած հնարավորությունների մասին ձեզ հետ կիսելու։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, իսկ սխալներից խուսափելու ճանապարհը դրանց ճանաչումն ու վերլուծությունն է։ Իսկ որտեղ գտնել այս հարցերի պատասխանները։ Մնացել ենք 5-րդ դարում խորագրով բանախոսության ընթացքում բարձրացվում են հենց այս կարևոր հարցերը, օգնելով մեզ հասկանալ անցյալի դասերը եւ ճիշտ ուղղությամբ առաջ շարժվել։ Կրթվելը նորաձև շարժումը հենց սրա մասին է։ Ամեն ինչ սովորելու մասին է։ Մեր անցյալը առանց ամաչելու ընդունելու մասին է։ Ինքներս մեզ ուղիղ նայել սովորելու մասին է։ Շարժումը հիշեցնում է, որ կրթությունն անհրաժեշտություն չէ միայն անհատի, այլև ամբողջ պետության համար։ Երբ ամեն օր սովորելը դառնում է նորաձև, իսկ կրթվելը վարակիչ գործընթաց, ձևավորվում է կրթված հասարակություն։ Իսկ հենց կրթված հասարակությունն է ցանկացած հզոր պետության հիմնասյունը։ Ուժեղ, հպարտ, ուղիղ ողնաշարով, տոկուն, բարեկեցիկ, զարգացած, պաշտպանված, ամենակարևորը ժամանակի եւ աշխարհի հետ համընթաց քայլող, պետության արժեքը գիտակցող, այն փայփայող, միայն ու միայն զարգացնող ժողովուրդ։ Սա իմ ցանկությունն է։ Հանդիպման մասնակիցներն էլ փաստեցին կրթության կարևորության մասին։ Կրթվելը շատ կարևոր է իսկապես եւ այո, այս շարժմանը մասնակցելը նույնպես կարևոր է, որովհետեւ ինձ թվում է կրթությունը բոլոր ժամանակներում պետք է լինի առաջնահերթություն եւ եթե մենք իսկապես ուզում ենք ինչ-որ փոփոխություն իրականացնենք, փոխենք մեր շուրջ բոլորը եւ դեպի լավը տանենք եւ երկիրը եւ պետությունը եւ մեզ, միանշանակ կրթությունը շատ կարևոր զենք է ու բոլոր ժամանակ
ժամանակներում դա այդպես է, այս պահին թերևս բոլորին այդ հնարավորությունը ընձեռված է, որ կրթվեն եւ կրթվելով փոխեն աշխարհը եւ դարձնեն այնպիսին, ինչպիսին որ իրենք են ուզում։ Հրճեցին հարցեր, խոսվեցին այնպիսի արժեքների մասին, որոնց մասին ինքս էլ երբևէ հետ չէի գնացել մտովիճ եւ չէի վերարժևորել։ Միտքը, որ վարչապետը բարձրացրեց նախ փոխիր ինքդ քեզ, որպեսզի փոխես պետությունդ, հա, փոխես երկիրդ, հենց այդտեղից է սկսվում ամեն ինչ, հենց այս կրթվելը նորաձև ֆորմատը, այս բանավեճը ինձ թվում է տանում է դեպի այդ մտքին։ Շարժումը բավականին տպավորիչ է, իրականում գաղափարը ինքնին բավականին լավն է, որովհետև կրթվելը վերաբերում է յուրաքանչյուրին, սկսած հասարակ մարդուց, վերջացրած մինչև վարչապետով, գաղափարը ողջունելի է։ Կարող են լուծվել մի շարք խնդիրներ, այսինքն այն մարդիկ, ովքեր չեն հասցրել ժամանակի ընթացքում ստանալ որևէ կրթություն, կարող են ներգրավել այս ծրագրում եւ լրացնել այն բացը, որը մնացել է տարիների ընթացքում։ Բանախոսությունների ընդմիջումներին բեմը լցվեց ժողովրդական երգերով, երաժշտությամբ եւ գունեղ բարերով։ Կրթությունը հիմնարար արժեք է հաջողությունների հասնելու ճանապարհին։ Հանդիպման հաջորդ հատվածում կրթության կարևորության, ինչպես նաև պետության եւ հայրենիքի գաղափարների մասին հանդես եկավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իմանալ ինչպես եւ իրական Հայաստան թեմաներով իր բանախոսությունների ընթացքում։ Բանախոսությունը կոչվում է իմանալ ինչպես, բայց սա երևացող վերնագիրն է։ Բանախոսությունը ունի նաև չերևացող վերնագիր, այդ չերևացող վերնագիրը հետևյալն է. պիտի նայես եւ պիտի չտեսնես, պիտի լսես եւ պիտի չիմանաս։ Հանդիպումն ավարտվեց հարց ու պատասխանով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան նաև մտքերի փոխանակման։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ է նախատեսվում Արարատ քաղաքում եւ Երևանի որոշ հասցեներում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 25-ին ժամը 10-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի գազասպառողների, ժամը 10-ից մինչև ժամը 18-ը Երևան քաղաքին ու Բարաշեն վարչական շրջանին ու Բարաշենի A1, B1-ից 11-րդ, G7, 8-րդ, 9-րդ, 10-րդ, D3, 4-րդ, 5-րդ, 6-րդ թաղամասերի, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ 17-րդ, 18-րդ, 20-րդ փողոցների բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների եւ հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Telegram-ի ալիքին։ Այսքանն ենք առանձնացրել այս ժամի համար, կհանդիպենք ժամը 22-ին Հորիզոնի գլխավոր թողարկմանը առայժմ։